Մի քանիսներ եմ հարցնել։ Ասել լավ, հարցրու։ Պարոն Ծառուկյան, դե երեք ամրացին կալանավորեցին, գիտեք։ Այո։ 3 օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը Մի քիչ ես կոմկան, այո, ասել։ Նաև ձեզ մեղադրեց լրտեսության Այո, մեջ, այո։ ասաց, որ ձեր որդու հետախուզվող այդ հանգամանքը կարող է Այո։ Հիմա ինչ կասեք, ազդեցություն կա ձեր վրա։ Օրեմ ես ուզում ասել ազդեցություն այնքանով է, քանի որ մարդը 8 տարի մարդկանց խաբելով, սուտ ասելով, ոչ մի բան չի փոխվում իրական կյանքում։ Էս եմ անելու, եկել եմ Ղարաբաղը փրկելու, Արցախը Դայաստանա ու վերջ ոզող ժողովուրդը այսօր դուգանքի մատերիալ չի, բոլորը լսել եք, չէ՞ դու ես երկում ես առնում, ճիշտ է թե ոչ։ Ոչ է բան կատարվել է։ Փոխվել է մարդու կյանքում, մարդու արյուրյան կյանքը, վարկը, պարտքը, բարեկեցությունը փոխվել է, չի փոխվել։ Հիմա նույն ասենք Թևանյանի համար որ ասեցին, մարդկանց ուզում են ուղղությունը փոխեն, ես որպես Ծառուկյան ասեցի, եթե իմ գործընկերը նա ասենք թե դավաճանա, շպիոնա, ես իմ ձեռքով գնդակարեմ իրեն, որտեղ շպիոնին պետք է կտոր անած, եթե շպիոնը իր ազգի արունը մոռանալով ամեն ինչը։ Ես դա ասել եմ, իմ մասով ասեց, ինչ չէ, շպիոն հայ պուճուր, շպիոն ասեցի, եթե որցե մեկը ապացուցի, չկլասի ապրես, ես պատրաստ եմ հրապարակում կանգնել, թող ինձ մահապատժի արժանացնեն, թուրքնել գրեմ իմ համաձայնությունը, բայց ասի, եթե չէ, այդ մարդիկ սուտ ասել, արդեն սովորույթ է դառել, թող այդ մարդը, չեմ ասում գնդակահարեն, թող գա իր խոդով մտնի առույցի բունը ու դուս գա, են էլ որ ծառույցի մոտ։ Այնպես որ այդ պատասխանը կա ու երևի հիմա եթե դուք հարցնեք Թևանյանի փաստաբանին, նա կպատասխանի ինչ հոդվածով են իրեն ձերբակալել։ Խնդրեմ գնացեք ասեք։ Երեք ասել է։ Ինչ ասել։ Փաստաբանը Այո։ Դե 2 հոդված՝ լրտեսության եւ դավաճանության։ Թեև փաստաբանը նշում էր, որ որևէ հիմք չկա գործի մեջ։ Դե բայ դա չհասկացեմ, որ հիմք չկա գործի մեջ, ուրեմն փաստաբանը ասում է, չէ՞։ Պարոն Ծառուկյան, այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է ձեզ եւ ասել է, որ մինչեւ 2031 թվականը խլելու է ձեզնից Արի գլխի վրա գտնվող ձեր առանձնատունը, ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Ուրեմն մեկնաբանեմ, հիմա ավելի լավ բան առաջարկեմ մեր վարչապետին, որ կառավարության այդ առանձնատունը Դաչան, ավելի լավ է նվիրենք մեր պատերազմում վիրավոր ստացած տղաներին, որ հերոսներին, որ այսօր իրանք վիրավորվել են, ապակինման կարիք ունեն, ուշադրություն դարձնենք, նրանք մեր ազգի պատիվը բարձր են պահել։ Ինչ էլ պետք է, ես ասենք սարքավորները, ես իմ կողմից կազմակերպեմ, նրանք արժան են, իրենց ցավը տանեմ ես։ Ու մի բան էլ ուզում եմ ասել վարչապետին, որ ասենք թե Զոր Ծառուկյանը, որ ասում է իմ կլասը բարձր է, իմ բարձունքից չեմ իշտի, դա հիմնավորած, ինք այսքան ամեն օր վիրավորելով իմ տղաներին, ասելով, ես իմ բարձունքից չեմ իշտում, թույլ չեմ տալի, իր ընտանիք մտնեմ, որից է բառ ասեմ, իր երեխերքին, իր ընտանիքին տառու, սա է բարձունքը, ոչ թե ասենք թե ասելով, այսօր ինքը որ 31 թվական, ինքը մինչև հունիսի Այս տարվա 28-ը թող մտածի ինչ անելու, որտեղ այսօր ժողովրդի խաբել, անարվար վիճակ, ճանապարհները փակել, խնդրեմ սարքել, ասում բեք չեն կարող մարդ անենք, ցած չի ասում առեք իրար մեջ նվեր տվեք։ Հայ քանի միլիոն ծաղիկ է գնում։ Մի օր դա ղեկավարի ասած է, նա արդեն հողը իր ոտի տակից գնում է, դա օրեր է գնացել, նա չի կարա, այսօր իր թիմը իր կողքը չի կանգնում, արդեն թիմն էլ ինք ասում է միակ որոշողը ես եմ, բայց թիմը կողքը տա կանգնած, վատ վիճակի մեջ ես դնում, այդ մարդիկ իրաց տեղը չեն գտնում, բայց բոլորս էլ գիտենք, որ որոշողը մի մարդ ասող, այդ ինքն է, թիմը տե կապ չունի, ես ասում եմ իմ երեխերքին վիրավորելով, ես իր երեխերքին իր ընտանիք չեմ մտել, իմ չեմ էլ մտի, իր երեխերքին ցանկում եմ առողջություն, երջանկություն, Աստված պահպան լինի, ընտանիք մտնելը ճիշտ բան չի, բան ունի ասելու, թող ասի, սա հիմնական հարցերը, որ ասենք թե ես կարամ պատասխանեմ ասեմ, բայց ինքը նորից եմ ասում, խաբում է ժողովուրդ, ասում Արևմտյան Ադրբեջան չկա, ասել եմ 2025 թվական, դեկտեմբերի 5 Ալիևի ելույթը բացեք, որ Արևմտյան Ադրբեջանը նա վերականգնի։ Եվ մի բան էլ ասեմ վարչապետին եւ իր թիմին, հունիսի 18-ից 19-ը Նախիջևանում կայանում է Արևմտյան Ադրբեջանի վերականգնման խնդիրը, որ նա 300,000 մարդ պետք է բերի Հայաստանում բնակեցնի։ Ու մի բան էլ ավելացնեմ, ասում են, որ մարդիկ ասում են, դոչի նշանակ կպցնում քարտեզ, կարող է այդ ազնկցովից ծով Հայաստանն է,
Պարոն վարչապետ, հպարտությամբ ես գնում, ոնց որ հաղթել ես, գրավել ես, բերում ես տարածքներ ավելացել, այլ մասնատելով, դնելով ու այսօր հələ անգլավ ենք տալու, էս ենք տալու, Հայերիկա խապես այսօր 120,000 մարդ անտուն, կործած, նոր էլ նայում եմ, մի հատ կին մոտենում է, հատուկ ճար է դրել են, պարոն վարչապետ, շնորհակալ եմ քեզնից, տղա զոհվեց, ամուսինը զոհվեց, թորնիկը զոհվեց, թե ես չգիտեմ, սաղ այդ նույն մակարդակի մարդիկ են, եթե թորնիկը զոհվել է, ամուսինը զոհվել է, դու վարչապետին ինչի համար ես շնորհակալություն այդ, մեզ մի հատ հասկանում, դա նորմալ է, ես ասեմ ամեն պահի վարչապետի ոտի տակից հողը գնում է, նա չի տիրապետում, չի կարա ոչ մի լավ բան անի, ամսի 28-ը հունիսի, ես ինչ ասել եմ, հիմնավորած եմ ասում, նա չի կարողանալու, այսօր հարց կարգավորի, Արևմտյան Ադրբեջան, ասում եմ հունիսի 18-ից 19-ը, Նախիջևանում Ալիևը կայացնում է այդ հիմնական Արևմտյան Ադրբեջանի վերականգնման խնդիր, կարող է Իրանը լրավիրած լինեն, չգիտեմ, բայց չէ դա արդեն փեշակ են դարձել, մենակ սուտ ասեն, կարողանան ասենք թե մարդկանց խաբել, 8 տարի է մարդիկ սպասում են ժողովուրդ, այսօր սպասում են, որ մի լավ պետք է լիներ, մատից փուշ անեն, մարդու խնդիրը կարգավորեն, մարդը բարեկից ակրի, կարողանա պարտքերը փակի, բարձրճակը ապահովված լինի, որ այսօր ասենք թե ասում եմ խաղաղություն են բերել, այդ խաղաղությունը բոլոր ադրբեջանցիները սաղ ասենք բարձուկների վրա նստած հորթ ու բորթով սպասելիքով, որ 300,000 պետք է գան, իրենք պետք է վերականգնեն, իրենց բնակիչներին 300,000 այստեղ, դա խաղաղություն չի, այդպիսի բան չկա, չգիտեմ վաղն ինչ ասելու, ոնց որ առաջ ասում էր, ես ասում եմ եկել եմ Արցախ ազնելու, ես այդ մարդը չեմ, ժողովրդի հետ խոսելու եմ, ոնց կարամ ես ասենք թե հանձնեմ, ու տեսակ Սուսուփուց Չեխիայում հայտարարեց, ասեց Արցախը Ադրբեջանը ու վերջ։ Նույնն էլ ասելու է, Սեֆանը Ադրբեջանը ու վերջ, Երևանը Ադրբեջանը ու վերջ։ Էտա ոչ մի բան չի արել, իր թիմը այսօր գլուխները բռնած չգիտեն ինչ անեն։ Մոտի խորհրդակցությունից դուրս են գալի, լացում են։ Մարդիկ ընդ մեղք չունեն, ինքնավորոշող, ինքնամայող, դե չէ իրանց էլ կնստեցնի, իրանց էլ ասեք թե չգիտեմ, գործից կերածնի։ Մենք ասեմ այսօր ինքը արդեն իր միսիան ավարտել է, չկա, ոչ տեղ կա, ոչ հնարավորություն կա, միայն խոսքեր, դադար խոսքեր, ոչ հիմնավորած խոսքեր ասում։ Այսօր ժողովրդին այս 8 տարվա ընթացքում, որ սպասում էինք, պետք է արդարություն լինի, հետավերցնելու տալյա ժողովրդին։ Այդ վեգալելով, ինչ որ վեգալել ես, տալով, ասենք թե չգիտեմ, պրեմիաներ հատկացնելով, իր կամանդին նախարարներին 8 միլիոն, 10 միլիոն տալով։ Խեղճ ու կրակ ժողովրդին ինչ եղել է 50,000, 40,000 թոշակը դա։ Ժողովուրդ այսօր սաղըցտեղ հավաքված է։ Քանի տոկոսն է վարկի տակ։ Քանի ես ուզում եմ լսեմ, ինչքանն է վարկի տակ։ 95%։ Հե? 95% Ոչ թե այսօր 90 ամեն տնից 2-3 հոգի վարկի տակ են։ Այսօր պետք է վարչապետը մտածի, որ այդ ժողովրդին խոսք ածվի, ժողովուրդը կողնակայն է։ 3 միլիոն դրամը սկսած 50,000-ից ներում եմ շնորհում։ Մարդկանց այդ ճայճից հանելու համար եղել է կորոնավիրուս, եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է պատերազմ, մարդիկ ճայճի մեջ են, չեն կարող ապրեն։ Ասում են թոշակառուն, բարձրացնենք թոշակը մի քիչ, միշտ չի կարող առնի, ասում է դու գնա կանաչի ուտի։ Խիդա վարչապետի խոսքա դիցաբը տալիս։ Հարց եմ տալիս ես։ Այսօր մենք ունենք ծրագիրը ժողովուրդ։ Շփվել ենք բոլորի հետ, բոլոր ոլորտների հետ, լավ թիմ ենք հավաքել, որ մենք կարանք անենք, հնարավորություն ունենք, ցանկություն ունենք, ծանոթություն ունենք, կապեր ունենք, չլուծվող խնդիր չկա ժողովուրդ, որ այսօր անհրաժեշտ է հիմնական կրթությունն, առողջապահությունը անվճար անմիջապես, որոշում պետք է կայացվի։ Առողջապահության համար ժողովուրդ 700 միլիոն դոլար տրամադրում է ժողովրդին։ Այս ժողովուրդը նույն գնալով պատերի տակ կանգնելով խնդրելով որ պետք է բուժվի։ Այն էլ կեսը չի կարողանում բուժվի։ Կամ պետ պատվեր չկա, կամ հերթ չկա, կամ այդ հիվանդություն չկա։ Ախպեր 10 միլիոնով, քու ասենք 2 միլիոն ժողովրդին, դու ոչ ես կարողանում կազմակերպել անվճար կառույց սարքել, տարեկան էլ 100 միլիոնի սարքավորում բերել։ Այսօր կրթությունը սարքել են վճարով, ինչի համար։ Կրթություն, առողջապահություն անվճար։ Մարդկանց պարտքերը, որը կա ասենք թե վարկերը վերցրած, մինչև 3 միլիոն դրամ պետք է անմիջապես նույն օրը ներում շնորհվի։ Ժողովրդի դեմքին ժպիտ գա, դուրս գա այդ ճայիճը, ժողովուրդ ջան։ Մյուսը, որ այսօր սաղ
ազգին սարքել է կալանավոր, ով հակառակ խոսացել է, ով մի բան ասել է, տեղում բռնելով, փակելով, կալանավորելով, արտաքսելով, վերթերը տեղ չկա, 4 հոգանոց սենյակներում 20-30 մարդ են, այդտեղ չկա տնային կալանք են դրել, մինչև 10 տարի էլ սրոկը կալանքը պետք է ներում շնորհվի, լավ բան պետք է կատարես, մարդիկ ուրախանան, գնան իրենց ընտանիքները, իրենց բալիկների կանած, իրենց ծնողների մոտ, մարդը սխալվել է, շանս տուր, ապրելու, վայելելու համար, թող քեզ օրհնեն, 10 տարի անմիջապես համաներում պետք է լինի ժողովրդի համար, անմիջապես կալանավայրերում, որ մարդիկ կարողանան գնան իրենց ընտանիքները հասնեն, անպայման պետք է որոշ նախարարություններ պետք է բացվեն, Սփյուռքի նախարարությունը, գյուղ նախարարությունը, 5 հատ նախարար սարքել են մի նախարար, մի ցեխի վարիչը մենակ չի կարող աշխատի, 5 նախարարություն, ոնց է մի մարդ աշխատացնում, գյուղ նախարարությունը փակել են, որ հիմնականում գյուղերը քանդվեն, հավիրվեն, ասում են մենք դղյակ, մեր դղյակները դպրոցներն է, դպրոց են կառուցել, 8 միլիարդ փող կուտակել են, այսօր ասենք թե ժողովրդի վրա այդ բեռը ավելացրել են, կառուցել են 59 դպրոց, 59 դպրոցից 29 կառուցած է եղել, այսօր դպրոցներ այս տարի 230 դպրոց փակվում է, որ ասենք թե մարդ չի մնացել, դատարկվել է այդ գյուղերը, սա հիմնական իր արած գործը, ես նորից եմ ասում, ամենավտանգավորը անգլավները տալու է, հունիսի 18-ից 19-ն Նախիջևանում Ալիևը հրավիրել է Արևմտյան Ադրբեջանի վերակառուցման վերականգնման հարցը, փաստաթուղթը բացեք ու իրան էլ ցույց տվեք, թող ինքը պատասխանի, թե ճիշտ եմ ասում թե սխալ, Ալիևն էլ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին իր ելույթը, որ անպայման իր ժողովուրդը պետք է վերադառնան Հայաստան, նրանք գալու են ոչ թե տանկերով, ավտոբուսներով, բայց եթե հանկարծ մենք նեղացեցինք, ինքը զորքը բերելու է դնի, Ժորժ ջան, սաղ սուտ է, կյանքում մարդկանց բան չի փոխվել, որ ասենք թե մարդը լավ ապրի, դուշ տուգանքներ, պարկեր, վարկեր, հազիվ յոլա գնալ, ասում եմ նայում ես մարդկանց շրջաները, ման եմ գալ, խեղճացած պատերի տակ նստած են, Ժորժ ջան, պետք է միասնական, ով կարա դանի, կապ չունի կուսակցական պատկան, սաղս էլ հայ ենք, կապ չունի 19 կուսակցություն մասնակցման, 70 կուսակցություն կա, ով կարանի, նա պետք է անի, ազգը բոլորն էլ ուզում են, կարողանան իրենց տունը պայեն, իրենց հոգսոքան, դեմքների ժպիտ լինի, իր ընտանիքի հարցերը կարգավորի, բոլորից ուզածս է, պատերազմ ոչ մեկը չի ուզում, պատերազմ պետք է լինի երաշխավորած խաղաղություն, ասում են, խնդրում եմ թող հարցին պատասխանեն, ասում են խաղաղություն ենք բերել, Ժորժ ջան, թող այդ թուղթը հանի, ցույց տա, ես էլ ասեմ կներես, պարոն վարչապետ ջան, դու ճիշտ ես, որ խաղաղության թուղթը ստորագրած է, ով խախտի պետք է պատժվի, ով հարձակում գործեն։ Եթե խաղաղություն կա, ադրբեջանցիները ամբողջ մեր տարածքում սաղ սարերի գլխին նստած, մեր հիմնական ասենք թե այսօր գերիներն էլ բան Ադրբեջանում են, բա քիչ են տալի, եթե դա խաղաղություն է, քիչ են տալիս, քիչ են պայմանավորվում, այդպիսի բան չկա։ Այսօր իրան միայն ընդունում է Ալիևը եւ հիմնական Էրդողանը, ուրիշ ոչ մեկ էլ չի ընդունում եւ իրոք ամսի 28-ին կտեսնեք մինչեւ ամսի 28-ը, որ այսօր օրից ծանրանալու է, մարդիկ անգործ են մնալու, իրոք խնդիրներ ա լինելու, չգիտեմ ինչա դառնալու, դե դա պատասխանները ոնց է տալու, սաղ տեղերն էլ խոստումներ ա տալի, ոչ մի տեղ էլ չի կատարում, բայց ես կարամ ձեզ ասեմ Ժողովուրդ ջան, որ լուրջ փոփոխություններ ա լինելու դեպի լավը, որ բոլորն էլ հարստանալու են, մեծ գումարներ են աշխատելու, պատրաստ եղեք լավ փոփոխության, ես օդի մեջ բան չեմ ասում, ժողովուրդ, հիմնական փաստացի, դոկումենտալ, բնական, Քրիստոսի արձանը, որ կառուցում եմ, ամբողջ մեր աշխարհի հայության համար, մեր համար, դա որ լինի ազգային վերածնունդի, ներքին հաշտության համերաշխության խորհրդանիշ, որ մարդիկ կարողանան ասենք դեսօր ասելու բան են աշխարհում։ Տարածքում տարածաշրջանում այդ Աբովյան իր հարակից գյուղերում հողերը 500-ից $500 դառել է 50, 60, 80 հազար։ Դուք պատկերացեք, ես ուղարկել էի կայանում էր կանում, կայանում էր կինոֆեստիվալը, որ ամբողջ աշխարհի աստղերը հավաքվել են այնտեղ, իրար հետ քննարկում են, պարգևատրում են։ Առաջի էջի ժուրնալում տպած է Հայաստանը հադիսը Քրիստոսի արձանով, որ ցնցում է բերել սաղին, ու ժուրնալի վրա էլ գրած է այսքան փոքր պետություն,
այսքան զոր ամբիցիոզ որ աշխարհը գա, դուք պատկերացրեք, եթե 1 միլիոն տուրիստ գա, 5000 ծախսի 5 միլիարդ անում։ Եթե 1 միլիոն եմ ասում, 10 միլիոնը, 50 միլիարդ, 20 միլիոնը, դա նույն 100 միլիարդ փող, որ իմ երկրում է լինելու, էշմիածինել են գալու, Սևանել են գնալու, ծաղկաձորել, հադիսել, որ ցանկացած մարդ գործ ունենալու, ընտանիքով կարա ձեռնարկի փոքրիկ միջին բիզնես, մեր երկրի հետ կախված, Հայաստանի հետ, Քրիստոս Արձանի հետ, մնալու տեղ, հյուրանոցների հետ կան տեղ չկա, տներն են մնալու, զարգանալու է, այնպես որ մենք այդպես չենք թողելու։ Անպայման, հեսա, ժողովուրդ, խնդրեմ, առաջի էջի վրա տպած հենց առաջի բան, որ սաղ աշխարհի աստղերը այդ հզոր ճանաչված տպել են առաջի էջում ու գրած է, ես նույնիսկ եմ ասում, հերթացով գնայեք, այսքան փոքրիկ պետություն, այսքան ամբիցիոզ ծրագիր, որը տեսնելով որ այդպիսի մեծ արձագանք է տալի ժողովուրդ, կողքնել կառուցում եմ Նոյան տապանը, Նոյը, իր կինը, իր տղաները երեք, իր հարցները, ամբողջ ասենք թե նավով սաղ թող 2 միլիոն էլ Նոյի համար կան, մարդը պետք է արած գործ ունենա, այդքան սա խոսում են հայրենասեր մարդիկ, թող մեկ ասի իր երկրի համար ինչ արե, ճանաչման համար, հզորացման համար, իր ժողովրդի համար ինչ արե։ Ասում եմ ես վերցրել եմ սպորտը իմ անձնական գումարները ծախսելով, սպորտ դպրոցներ կառուցելով, գույք անելով, օլիմպիական կոմիտեն կառուցելով, երեխաների թոշակներ նշանակելով, 50,000-ից մինչև 1,5 միլիոն, տարեկան 200-300 ավտո նվիրելով, կարողացել ենք 8 տարի Հայաստան անկախության մեդալ չի ունեցել։ 8 վերցնելուց հետո անմիջապես 6 հատ օլիմպիական մեդալ ենք ունեցել։ Տարեկան 800 մեդալ ենք բերում։ 800-ից որից 150-ը 200 ոսկյա, ազգին ճանաչում ենք տալի։ Հիմնա հնչում։ Մեր երեխաները հպարտությամբ պարապում են։ Մենք ամեն գյուղում պետք է կառուցենք սպորտ դպրոց, որ երեխաները փողոցից կտրվեն, կարողանան պարապեն պիտանի մարդ դառնան։ Մեր երեխաները այսօր, մեր ապագան են իրաց ցավը տանեն։ Ժողովուրդ, ծրագիրը կա, ասածս ինչ որ ասեցի կարևոր կետերը։ Բոլոր կետերի մասին գիտենք։ Անմիջապես հնարություն եղավ նույն օրը առաջին նիստի օրը որոշումը կայացնելու ենք։ Այդ կետերի վերաբերյալ, որ ձեր դեմքի ժպիտ կա, իմանաք ձեր մասին մտածող կա, հասկացող կա եւ այդ բոլոր գումարները ճիշտ նպատակին պետք է ծառայեն։ Թե չէ սուտ ասել Ժողովուրդ ջան 31 թվականին Ծառուկյանի Սարիվրի տունը վերցնելու եմ տամ ծերանոցը։ Եղբայր մեր հիմա կառավարական առանձնատունը վեգալ ենք, տանք մի վիրավոր զինվորների վերակենդրոն սարքենք։ Ծառուկն էլ սա գույքի իր կողմից կտա։ Հələ 31 թիվը դու մնալու ես, որ 31 թվի մոտ մի ամիս չի մնալու։ Հողը ոտի տակից գնացել է, ասելու բան չունի, անելու բան չունի, ժողովրդին իր պատասխանը չի կարող տա։ Ասում եմ, կարամ գրեմ, ստորագրեմ ժողովուրդ ջան։ Այսօր իր թիմը դրամատուրգները գծած, իրենց չի լսում, դուրս են գալի խորհրդակցությունից, նեղված, չգիտեն ինչ անեն։ Բայց իր թիմն է թող իմանա, որ մենք գիտենք, իրանք մեղավոր չեն։ Ինքն ասում, այս երկրում մի որոշող կա։ Դե հենց այդտեղից եղավ, որ մի որոշում եղավ, այսօր հասանք այսօրվան ժողովուրդ ջան, որ ոչ մի լավ բան, ոչ սպասում է, ոչ արել է, մարդկանց պարտքերը ավելացել է, հողերը կորցրել ենք, զոհերը տվել ենք, պարտություն ստացել ենք, հիմա էլ ինչ է ուզում է։ Հիմա էլ ուզում է Հայաստանը ազդի, ասեմ դες։ Հայաստանը նույն ճակատին առաջանալ, ինչ որ եղավ Արցախի հետ։ Մենք պետք է կարողանանք միասնական իրար կողք կողքի առանց որևիցե ինչ որ հեղափոխ ու չկա տես բան։ Գնացեք ընտրության հանգիստ, քվեարկեք ձեր հոգու խղճ, ձեր երեխաների ապագայի համար։ Այսքան ժամանակ չկա մի բան ասած ելնեմ չանեմ։ Ինչ կարողացել եմ ասել եմ, մի բան էլ ավել արել եմ։ Հիմա էլ ինչ որ ասում եմ, օրորի տակը նկատեք ժողովուրդ։ Հետևողական, որ ձեզ վերաբերող հարցերը կարգավորել է։ Հիմնական ընտրությունը ձերն է։ Պետք է նայեք, տես բանում Արցախում աստվածածինը քանդում են, դասում արա մերն է, մեր պապերն են կառուցել, դասում իրանք են քանդում են։ Հիմա ձեզ տրվում է ընտրություն, պետք է ընտրեք կամ եկեղեցի կառուցողին, կամ եկեղեցի քանդողին, կամ երկիրը կառուցող շենացողին, կամ երկիրը քանդող ավերողին։
Ուրիշ բան ես ձեզ չունեմ ասելու։ Հարուկյանը ինչ արել է, քիչ արել, բայց մի բան կարող եմ ասել։ Մենակ բարեգործությամբ ժողովուրդ չես պայի, պետություն չես պայի, ձեր ցավը տանեմ։ Ես ասենք թե ինչ բերել եմ Լոնդոնից լորդույներ։ Ես քան տարի Հայաստանում լորդույր է եկել։ Հրավիրել եմ, բերել եմ, եկել են։ Փոխանակ կապ հաստատեն, ներդրումային ծրագիր անեն, Ծառուկյանը լորդույի է բերել։ Ցավը տանեմ, բերել եմ իմ երկրի իմ ժողովրդին։ Շեխերին եմ բերել, Թագաջարանկին եմ բերել։ Որ ասենք թե ուզեցել են ներդրում անեն, մեկ ասում է բանը գալստուկ չէր կապե, կամ մի հանդիպման ասում է զանգ եկավ հեռախոսին պատասխանեց, իրաց մակարդակը դա է ժողովուրդ, մակարդակը դա է։ Այսօր հիմնական խնդիրը մենք աշխատող ժողովուրդ ենք, Ժորժ ջան, դեռ ուշ չի, մենք կարանք միասնական ցանկացած խնդիր լուծենք։ Պետք է կապ, ծանոթություն, մոտեցում, այն մի օրն էլ կարծում եմ Ծառուկյանը կարա բանակցի, արա ձեր ցավը տանեմ, ձեր պես կբանակցեմ, ձեր բանակցածը տեսանք, ինչի բերեցիք, հանգեցրիք, որ դուք այսօր խաղաղություն, սաղ Ադրբեջանի գերիներին բաց թողեցիք, մարտահրավերներին, մերոնց տարեք կալանավորեն, մենք գետին ենք մտնում, որ չենք կարողանում հետ բերենք։ Այդ չի ձեր արած բանակցությունները։ 7 ժամ բանակցում էին, ասում ենք ինչ եք բանակցել, սուրճ ենք խմել, 7 ժամ սուրճ են խմել։ Հիմնական բանակցությունը քու անվտանգությունն է, քու տարածքներն է, քու ժողովուրդն է, քու տնտեսության զարգացման խնդիրն է։ Եթե մարդը կյանքում 100 ռուբլի չի աշխատել, ոնց քարը քարին չի դրել, նա ոնց կարա զարգացնի։ Առաջ էլ ասում էինք բանա, դե անփորձ, այդ ցավը տանեմ, անփորձ մարդը որ երկիրը չի կանգնելու, որ ժողովուրդը կրակը չի գե, որ մարդ փորձ չունի, մոտեցում չունի, բանակցություն չի գիտի անել։ Այդ է հիմնական մոտեցումը, Ժորժ ջան։ Ես նորից եմ, հիմա էլ Թևանյան Անդոյին ձերբակալել են։ Ասել եմ, եթե նրանք ապացեն այսքանից մոտ եմ, թեկուզ Թևանյան Անդոն չի թողի երթ հասնի իրան, ինք իրանք խփի, այն հայրենասեր նվիրյալը, բոլորդ էլ ճանաչում եք գիտեք, նրա մոտեցումն էլ տեսակետն էլ։ Ինձ էլ ասում է Ծառուկյանն էլ է շպիոն, բայց չգրուպայի շպիոն է։ Ես պատիվ եմ պահանջում, ապացուցեք, Ծառուկյանը կանգնի իր ապարակ, ասի գնդակարեք ինձ։ Եթե չէ, հիմա իմ ուզածը, ժողովուրդ, որ դուք դիմեք, հաջատեցին լավ էտ իրանց գործնա, սովորական գործնա, որ Ծառուկյանը չխոսի։ Ուրեմն ասեմ ձեզ, ասում եք, ասել եք Ծառուկյանը դավաճանը, ապացուցի, Ծառուկյանը ասում է հրապարակ կանգնեմ գնդակարեք։ Բայց եթե չես ապացուցում, ուրեմն չեմ ասում իրան գնդակարեն։ Թողա մտնի Մարութի մոտ, որ Ծառուկյանի մոտ, իրա պատիժը դա պետք է լինի։ Մարդում Ուրա հիմնական Ժորժ, որտեղ գնում է հանդիպման, այդ պարզա պետական լծակներով, ամեն ինչով ասելով, հրամայելով, գործից անելով, 3 ավտոբուս էլ հետը տանում է, այդ ավտոբուսն էլ, որ իրան ծապ տվողներն են։ Շատ։ 6 ավտոբուսով, որ ծապ տան։ Ես եմ ասել, այդ ծապ տվողները ինչի համար են ծապ տալ, էլի, որ պատերազմը պարտվել են, խայտարակվել են, զոհերը տվել են, հողերը հանձնել են, որ էլ ասելու բան չունի, ինչի համար են ծապ տալի, որ հաջոյանան վարչապետին, վարչապետ լավ բաները, ազգը ծապարի, ասի հալալա քեզ, ոչ թե սաղ մտի, տես ինչեր են խոսում, կամ պետք է անվտանգությամբ, մարդը խոսա, բերանը փակեն տանեն, չթողեն խոսա, զոհվածի մայրա, զոհվածի հորքուրա, զոհվածի եղբայրը, հայրը, մարդու սիրտը անալ կորածի, մարդը գոնե ուզում է տեղը լինի լացելու համար, անխիչ մարդիկ, դուք գոնե այդ հարցերը կարգավորեք, որ մարդկանց երեսին նայեք, սուտ ասելով, խապելով ասում 31 թվական, այդ պապեկան սեփականություն է, 31 թվականը դուք ուտիմը, վացարվածա, չի կարա, անենարա, ամեն ինչը կործանելա, խայտարակելա, սա բոլոր տեղերով, բոլոր դիստանցիաներով, ես խնդիր չունեմ, բոլոր տեղերն էլ խնդիր ունի, պարտքերն էլ կուտակվել է, իրա բյուջեի գումարով, սկի չի կարում այդ 8 միլիարդ, ճարդեն 15 միլիարդի տոկոսը վճարի։ Էլի ժողովրդի հարկերը տուրքերը պետք է ավելացնի։ Ժորժ ջան, ինչ ասում եմ հիմնավորած, շատ բան կարամ ձեզ ասեմ։ Այսօր քաղաքներում հենց Երևան քաղաքը վերցնեմ, գույք հարկ ավելա, սաղ տեղերն ավելացի 100%։ Երևան քաղաքում դե գիտեք, քաղաքը
կա թոշակառու է, որը գիտնական արվեստագետ է, բժիշկ է, չգիտեմ շինարար, երկբերտունը ստացել է, իր թոշակով ապրում է։ Ասում է չես կարում գույքարկը վճարես, ասում է դու ծախի գնա սահմանամերձ գոտում մնա։ Եղբայր գիտա անելու ղեկավարի անելու բանա, ոսում ես վարչապետ է, սա իմ ժողովուրդն է վարչապետ։ Չգիտի ասեմ, սովորացնեմ, թող որոշում անի 2025 թվականից հետո Երևանում ով բնակարան կառնի, գույքարկը լինելու է 100% թանկ։ Մարդի գրպանի փողը կբավարարի կառնի, չի բավարարի, չի առնի, մարդկանց չի կարելի տենց անարդարացի որոշումներ կայացնել։ Ամեն ինչը հիմնավորած, չգիտեն, ցանկացած ոլորտից թողան հարցան, հարցերին պատասխան եմ ասել։ Փոքր ու միջին բիզնեսի համար օրենք ենք մշակել 60-ից 80 միլիոն, այդ մարդուն պետք չի ստուգել, պետք չի արտալ։ Ինքը հազիվ գոյատևելով ամսական $2000 փող առնելու։ Նոր ծիլեր են։ Պետք է այդ մարդը 2 տարի աշխատի, հիմնավորի, ճանաչում ունենա, զարգացնի, գավելացնի եղբայրան մինչև 170, թող մի տոկոս տա։ Մարդուն պետք է այն ծիլերը չչորացնես, հնարավորություն տաս աճելու, հարստանալու, պետք է պետությունն էլ օգնի, ոչ որ բիզնեսներ պետք է ուշադրություն դարձնեն, ոչ թե դնեն խեղդեն, որ մարդիկ սաղ պարտքերի տակ, հա խոշորը դու բերեցին, ինքը իրա դրես 5% ավելի ասենք թե ավելի իր եկամուտը, այն փոքր ու միջին բիզնեսը խեղդվել է, փորձանվել է, հարկավոր է մտածել, փորձ ունենալ, փորձել ունենք, ցանկություններ ունենք, թիմներ ունենք, ծրագիրներ ունենք։ Խնդրեմ, ծրագրերը վերցեք նայեք։ Ինչ որ ասել եմ, ամենակարևորը հիմնավորած ամեն ինչը անելու ենք օր-օրի, զգալու եք ու միշտ էլ ասեք Հալալա Ծառուկյանին, օրնելու եք։ Ես կայացած ունևոր, ասենք թե ոչ մի անձնական խնդիր, պաշտոնի խնդիր չունեմ։ Խնդիր ունեմ իմ ժողովրդի դեպքին ժպիտ կա, որ մեր երեխաների ապագան փայլուն լինի, ձեր ցավը տանեմ։ Այսօր չարեցինք, արդեն ուշ է լինելու, շատ դժվար է լինելու, ձեր ցավը տանեմ ես։ Աստված պահապան ձեր բոլորին, շնորհակալություն, սպասում եմ անգրևակալու, ես Դու աշխարհաքաղաքական վերլուծություններ ես անում, ինչքան ինչպես կմեկնաբանեք։ Բայց ես նոր գեղեցկուի դու ես նոր մեկնաբանեցի, եթե ուշանում եմ հաջորդան դիպոմիցելի։ Եթե ես չեմ տիրապետում, ես նոր չեմ ասում, ինքն է տիրապետում։ Իրա տիրապետացի արդյունքը պատերազմ հրահրելն էր, զոհեր տալն էր, հողեր հանձնել էր, իմ ազգին խեղճացնելն էր, իմ ազգին այս պարտությունը, որ Ծառուկյանը բանակցել է աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահի Թոմաս Բախի Եվրոպայի օլիմպիական կոմիտեի Պատրիկ Հիկեի պատերազմի ժամանակ 2015 թվականին ցել էին իմ մային ես Հայաստանից 50 հոգի մարզիկ տալ են Բաքու մեկի մազը չի ծրվել գնացել է Բաքու մասնակցել էին իմ հային Հարությունյան Միրանին աշխարհի չեմպիոնի հետ Ալիև էր ազգանում որ Ալիևը սկզբից կպավ մեր Հարությունյանի հետ 3 աչոք վերցել էր ամբողջ դալիճը գոռում էր, բայց Միրանից հավը տանը որպես հայ, դերեց մորթեց, հաղթեց, ամբողջ դալիճը ճանճ չէր դզում, Ծառուկյանն այդ բանակցություն ուներ, որ ուղարկեց Բաքվում էլ, դրոշը բարձրացնել տվեց 2015 ինքը միայն պատերազմ արարե բանձնելու եւ այսօր Սևանում էլ, Երևանում էլ, Կոնդում էլ պատրաստվում է բնակեցնի։ Ամսի հունիսի 18-ից 19-ը Նախիջևանում կայանում է այսօր այդ Ալիևն է կազմակերպել։ Այդ հարցը դու իրան ասած Ծառուկյանը էսա քու բանակցերը պրոֆեսոր ջան, որ սա պրավալա, սա խայտարակություն, ազգին հեղինակազրկել ես, պարտություն ես տվել, հողեր ես հանձնել, ժողովրդին սարքել ես տուգանքի մատիա։ Շնորհակալություն ստեցի։ Այդ հարցին Պակիստանի որպես պետություն ճանաչել է եւ 3 ամիս հետո էլ դիվանագիտական հարաբերությունը թող ինքը իր արածները չմոռանա։ Դրա հիմա վրա եմ գնացինք։ Ինչպես կմեկնաբանեք։ Ես արդեն մեկնաբանել եմ, 10 ձեզ։
Գնացի, Արփինե ջան, լավ էլի ցավը տանը։ գնացի։